Բարի լույս բոլորին, բարի օրություն։ Որ խնդրեմ այստեղ կստորագրեք։ Ես ասպես եմ նախընտրում։ Ես կվերգեցի հանուն Երևանի բարևին այն մայրաքաղաքում, որը հիմնված է քաղաքացու ազատության, իրավունքի և նաև բարեգեցիկ ապագայի վրա։ Ես հավատացած եմ, որ մենք կունենանք Երևանցու կամքի իրացման դեպքում նոր քաղաքապետարան, հաջողություն եմ մաղթում մեր բոլոր մրցակիցներին և կարծում եմ, որ բարև Երևան միակ վերգուսակցական դաշինքը կարձանագրի էական հաջողություն այս ընտրություններում։ Վստահ եմ, որ այսօր և վաղը բարև Երևան դաշինքը իր ընթացիկ և ամփոփիչ գնահատականներով անտես կգա։ Ես ինքս, ինչպես գիտեք, մայիսի 9-ին ժամը 6-ին ազատության հրապարակում իմ ամփոփիչ խոսքը կասեմ այս ընտրությունների և այս ընտրական շարքի վերաբերյալ։ Բոլոր դեպքերում բարի, ազատ և վերջապես սահմանադրական ընտրություն են մաղթում բոլոր երևանցիներին։ Պարոն Հովհաննիսյան, խախտումների վերաբերյալ ինչ-որ տեղեկություն ստացել եք այս ժամի հետ կապված, ինչ կարող եք ասել։ Այդ հարցի ի պատասխան Սարգիս ես պիտի խնդրեի, որ դու դիմեիր բարև Երևան դաշինքին, ես վստահ եմ, որ այսօր և վաղը պաշտոնական ընթացիկ և նաև ամփոփիչ տեսակետներ կարտահայտեն, արդեն ահազանգներ եղել են վերջի շաբաթների և հատկապես վերջի մի քանի օրերի ընթացքում ընտրախախտումների ոչ միայն ադմինիստրատիվ ռեսուրսի ցուցակների, այլ նաև փողի բաժանման վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ դրանց հիմնավորումները, ապացույցները կներկայանան ձեզ ոչ միայն մեր դաշինքի միջոցով, ես կարծում եմ, որ քանի որ սա միջկուսակցական պայքարը, մեր միակ վերկուսակցական այլընտրանքն է, բոլոր դեպքերում կլինեն ամենադարբեր գնահատականները, մտահոգության աղբյուր կա, բայց ես կարծում եմ, որ Երևանցին հատուկ առիթ ունի այսօր փոխելու մեր քաղաքապետարանը և այն վերադարձնելու ժողովրդին։ Նախ ես շատ հպարտ եմ մեր ապագա քաղաքապետ Արմեն Մարտիրոսյանով, ինքը դիպար քաղաքացի է, դա ցույց տվեց թե հայտնի մարտի 1-ին, հայտնի ապրիլի 9-ի դեպքերում և բարև Երևան դաշինքը Արմենի գլխավորությամբ գալիս է քաղաքապետարան, նոր քաղաքապետարան գերտելու համար, որը թիմային է, որը մերժում է կուսակցականությունը և կոլեկտիվ որոշումների կայացման մեխանիզմ պիտի մտնի։